Թողարկումը սկսելու ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից ազգային ժողովում, այսօր քննարկվում էր 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը եւ քննարկման ժամանակ մի շարք էմոցիոնալ հարցերի շուրջ են խոսել, որոնց մի մասն էլ շատ անձնական է։ Ոստի այսօր ազգային ժողովում խոսվեց մի թեմայի մասին, որը գրեթե յուրաքանչյուր հայ տունը եղել է, ներկա է այս թեման։ Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետը խոսեց այս տասնամյակների ընթացքում շարունակվող արտագաղթի մասին։ Ընդհանրապես այս դահլիճում եւ մեր հասարակության մեջ շատ է քննարկվում արդարացիորեն արտագաղթի թեման։ Ես կարծում եմ, որ մենք այս հարցով էլ պետք է առերեսվենք մի շատ պարզ ճշմարտության։ Ամեն հայ իր պարզ ճշմարտությունը ունի այս թեմայի շուրջ։ Արտագաղթը շատ անձնական թեմա է եւ անկեղծ այստեղ իմ պարզ ճշմարտությունը կա եւս, որովհետեւ գիտեք, ես էլ եմ դրսում ապրել երկար տարիներ, երբ տարիներ առաջ, 12 տարի առաջ վերջնականապես լքեցի Հայաստանը, ներքուստ վստահ էի, որ այլևս երբեք չեմ վերադառնալու։ Այսօր վարչապետի մեկնաբանությամբ արտագաղթի հիմնական պատճառը տարածաշրջանային կոնֆլիկտն էր։ Հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ, եկեք խոստովանենք ի վերջո, որ արտագաղթի պատճառները 90%-ով կապված են մեր վարած տարածաշրջանային քաղաքականության հետ։ Արտագաղթի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ, իններորդ, 10-երորդ եւ 11-երորդ պատճառը մեր կոնֆլիկտային հարաբերություններն են մեր միջավայրի հետ։ Այո, 12-ը կարող է լինել սոցիալական բարդությունը, բայց եկեք ասենք, որ սոցիալական բարդությունների մի մեծ մասը կապված է կոնֆլիկտային միջավայրի հետ։ Հիմա նորից եմ ուզում ասել, որ այս թեման շատ անձնական է, որի մեջով ես անձամբ եմ անցել, ոչ թե լսել եմ այստեղից, ընտեղից կամ կարդացել եմ ինչ-որ միտեղից, այլ անձամբ եմ այս ճանապարհը անցել, ուստի պատանեկության այն տարիներին, երբ ձևավորվում էր անհատը, երբ հայ ծնողների դաստիարակությամբ առաքին ու արդարն էր քարոզվում, ես ամեն քայլի բախվում էի անարդարության հետ ու ստի հետ, դպրոցական նստարանից սկսած։ Օրինակ տեսնում էի, որ ուսուցիչները ոսկյա զարդեր են նվեր ստանում, հաճախ պարտադրված իհարկե, դա հոժար կամոք չէր։ Ծնող կոմիտեները ինչ-որ դրամահավաքներ էին կազմակերպում, վարակույրներն էին փոխում, շոկոլադե կոնֆետների հավաքածուները իհարկե անպակաս էին այդ ամբողջ թեմայից։ Վստահ եմ դուք եւս անցել եք այդ ճանապարհը, կամ ուսուցչուհու մոտ պարապելու արդյունքում բարձր գնահատականը երաշխավորված էր։ Ինչ տարածաշրջանային կոնֆլիկտ էր այդ ժամանակ, երբ օրինակ 10 տարեկան Ռաֆայելը տեսնում էր, որ գումար էին հավաքագրում դպրոցի պատուհաններին պոլիէթիլենային տոպրակ փակցնելու համար, որ ցրտից բառացիորեն չմեռնենք, բայց այդ գումարները գրպանվում էին, տոպրակն էլ չէր հայտնվում պատուհանին։ Կամ համալսարանական տարիներին պատմում ինչ էր կատարվում, կամ աշխատանքային կարիերայի արշալույսին, երբ ժամերով խնդրում էինք, որ գոնե նախորդ ամսվա աշխատավարձը կեսով չափ փոխանցեն, որովհետև դրա անհրաժեշտությունը կար։ Կամ երբ ստորագրում էինք ուրիշ շատ ավելի մեծ գումարի դիմաց եւ ավելի փոքր գումար էինք ստանում աշխատավարձ որպես։ Դա պատմեմ։ Ինչ կապ ունի այդ ամենը տարածաշրջանային կոնֆլիկտի հետ։ Երբ ռադիոկայանը բռնության էր ենթարկվում հաստապարանոց բարբարոսների կողմից, դա եւս գուցե տարածաշրջանային կոնֆլիկտ էր, ով գիտի, որ մեկն ասեմ։ Ամենայն հարգանքով բարեկամներ, ես չեմ ցանկանում շատ անձնավորել այս եթերաժամը, բայց վստահեցնում եմ ձեզ եւ պարոն վարչապետ նաեւ ձեզ, որ շատ շատերը արտագաղթել են գողապետությունից եւ դրանից բխող հետևանքներից իհարկե։ Դուք եք լրագրող, դուք էլ շատ լավ գիտեք, որ ինչ ենթատեքստ կա այսի ասացի մեջ, ավելին 15 տարի առաջ, 10 տարի առաջ նման կերպ, ինչպես օրինակ ես հիմա ներկայացնում եմ հաղորդումը, կարող էր որևէ մեկը արտահայտել իր մտքերը ազատ։ Ոչ, իհարկե ոչ, Facebook-յան էջում որևէ հրապարակում անելու համար անգամ կարող էին գալ ճակերտավոր հերոսները։ Ես նախորդ նիստում անդրադարձա, երբ որ մեր գործընկերներն ասում էին, որ հերոսներին վարկաբեկում էինք։ Սել ասի, որ հերոսներին, որ ավտոմատով մտնում էին, ասում են, հələ դավայ ստեից, այս քունը չի այլևս։ Մենք պետք է խոստովանենք, թե այս իրադրության պատճառով Հայաստանի Հանրապետության քանի քաղաքացի թողել գնացել։
ասելով, որ այս երկրում արդարություն չկա, այս երկրում ապագա չկա եւ այլն եւ այսպես շարունակ։ Ահա, այս է արդեն ուրիշ բան։ Հենց այս հերոսների մասին եմ ես խոսում, ճակերտավոր։ Իհարկե, ուզում եք ասել, որ տարածաշրջանային կոնֆլիկտը եթե չլիներ, այդ հերոսները չէին հայտնվի։ Երևի դա նկատի ունեք։ Ուրեմն Գերմանիայում վերապատրաստվելու տարիներին այս հարցի շուրջ ծավալուն քննարկում ունեցանք ոլորտի լավագույն մասնագետներից մեկի հետ, ով նշեց, որ այս գողապետական տարրերը բնորոշ են հետխորհրդային երկրներին, ու մենք ցավոք միայնակ չէ, որ անցնում ենք այս ճանապարհը, բոլորն էլ գիտեն ինչ է եղել, ինչու եւ ինչպես։ Եվ գուցե 2018 թվականին ամբողջ ազգը ոտքի ելավ հենց դրա արդյունքում, հայրենիքում Սփյուռքում հիշում եք ինչ էր կատարվում, ես այսօրվա պես իհարկե հիշում եմ այդ մարդկային գետերը, ավելին ասեմ, ես 2018 թվականին եմ ստացել իմ Հայաստանի Հանրապետության հպարտության անձնագիրը Լոս Անջելեսի հայաստանյան հյուպատոսարանից, բայց անցան տարիները ու հիմա մենք հարց ենք տալիս մեզ, այդ ձեր նշած ավտոմատավորների քանի տոկոսը պատասխան տվեց իր արարքների համար, քանի տոկոսը ազատազրկվեց, քանիսը ընդունեց մեղքը եւ արդարացվեց, քանիսը։ Ուստի կրկի վերադառնում եմ մեր զրույցի առաջնաբանին։ Մեր ժողովրդի մի հրաշալի, տաղանդավոր, աշխատասեր մաս հայրական օջախը փոխարինելով ավիատոմսի հետ բառացիորեն փախավ ու երբ ինքնաթիռից թաց աչքերով նայում էր հեռացող փոքրացող Մասիսի համայնապատկերին, վստահեցնում եմ ձեզ, նա անիծում էր ոչ թե տարածաշրջանային կոնֆլիկտը, այլ այն ուժերին, ովքեր տիրացան մեր հրաշք երկրին։ Այսքանը։ Իդեպ այս ամբողջ քննարկումների մեջ դրական մի բան կար, հաստատ, քաղաքական թիվ 1 ամբիոնից, ազգային ժողովից հնչեցին ոչ թե վիրավորական արտահայտություններ, ինչին արդեն սովորել ենք, այլ գուցե առաջին անգամ հիշատակվեց ամենայն հայոց բանաստեղծ մեծն Հովհաննես Թումանյանը։ Հովհաննես Թումանյան, գիտեք ժամանակին ինչա գրել է, որ մենք անկեղծ չենք։ Եվ շարունակում ենք անկեղծ չլինել։ Ես էլ միանամ այդ հոծ քաղաքական մշակութային եւ մտավորական բանակին ասելով հղում անելով Հովհաննես Թումանյանի անկեղծ չենք հոդվածը։ Դե Թումանյանի անդրադարձ կատարել է արդեն մեծ պրոգրես է դրական քայլ է, բայց ինչն էր անսպասելի, որ Թումանյանին կապեցին ընդդիմության հետ։ Մեր ընդդիմության հարգարժան գործընկերները ժամանակ առ ժամանակ այս դահլիճից դուրս սոցիալական ցանցերում անդադ վերադառնում են իմ այդ հայտնի նախադասությանը Արցախը Հայաստան է եւ վերջ եւ անընդհատ այդ բան են անում, բերում են հարթակ եւ ես այսօր պետքա դրան անդրադառնամ։ «2018 թվական կամ 17 թվական կամ 16 թվական Ղարաբաղը ինչ է։ Ղարաբաղը անկախ պետություն է։ Չէ։ Որտեւ անկախ պետությունը ունի իր ատրիբուտը, միջև մեր բարեկամներն են, ոչ բարեկամներն են, ասում են, թե տենց էլ ճանաչեիք։ Ընդ որում մենք, որ մեզ վերագրվում է դավաճանական, բան, դրանից առաջ ես պատգամավոր եմ եղել դահլիճում ընդդիմության կողմից մի քանի անգամ նախաձեռնություններ ա եղել, որ ճանաչենք։ Մենք ասել ենք, չէ, Ղարաբաղը անկախ պետություն չի։ Շատ լավ։ Ղարաբաղը Ադրբեջանը։ Չէ, Ղարաբաղը Ադրբեջան չի։ Որովհետև ով ասեր, որ Ղարաբաղը Ադրբեջան է, բարձ է, թե ինչ բանի կարձագանքեր։ Ղարաբաղը Հայաստանը։ Չէ, Ղարաբաղը Հայաստան չի։ Լավ ժողովուրդ, Ղարաբաղը անկախ չի, Հայաստան չի, Ադրբեջան չի։ Ինչ է։ Դե, եթե ես չեմ սխալվում, դա վիճարկելի տարածք էր, որը եղել է պատմական Հայաստանի տարածք, չգիտեմ երբ, հայկական բնակչությունը իհարկե մեծամասնություն է եղել դարեր շարունակ, որը
կամ մարտահայտվել է, քվեարկել է իր անկախության օգտին, իսկ աշխարհը ոնց որ թե այդքան էլ չընդունեց դա։ Եթե չեմ սխալվում, այդպես եղավ։ Ինչևէ, վերադառնալով ազգային ժողովի քննարկմանը, ում ասես ցիտեցին, ում ասես հիշատակեցին, բայց որ այս ամենի հետ մեկտեղ Նիկոլ Փաշինյանը կմեջբերի Սերժ Սարգսյանին, դա արդեն հեղափոխական էր։ Ես պատահական չի, որ ամեն տասնյակ անգամ այս ամբիոնից Սերժ Սարգսյանի ապրիլյան խոսքերն եմ մեջ բերել 2018 թվականին։ Այն բանը, որ մենք այս հղիությունը պետքա եւս 9 ամսով երկարացնենք, դա կներեք աբսուրդ մոտեցում է։ Դե ամփոփելով այս բավականին բարդ, բայց բովանդակալից քննարկումը հասկանում է մի պարզ ճշմարտություն։ Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի, եթե շատ համառոտ 1-2 բառով ասեմ, տղեկ մենք սխալվել ենք։ Եթե մեր քաղաքականությունը գնահատում ենք Լեռնային Ղարաբաղի հարցը կամ ինչպես ես պատկերավոր ասացի, այդ իրավիճակը կամ մեր պայմանական հղիությունը եւս 9 ամիս ձգելու տրամաբանությամբ, ապա մեր վարած քաղաքականությունը կարելի է համարել սխալ։ Եթե մոռանանք, որ խնդրի ձևակերպումը ի սկզբանե արդեն սխալ էր։ Եթե հարցը ձևակերպում ենք պետությունը պահելու շանս ստանալու առումով, ես պիտի ասեմ, որ այն քաղաքականությունը, որ մենք վարել ենք եւ վարում ենք, ոչ թե ճիշտ է կամ սխալ է, այլ միակ հնարավոր տարբերակն է եւ միակ հնարավոր տարբերակն է այսօր, որ մեզ պետություն ունենալու շանս է տալիս։ Էլի ուզում եմ բառերը ճիշտ գնահատենք։ Ես ասում եմ պետություն ունենալու շանս է տալիս։ Հետևաբար շատ բան կախված է նրանից, թե մենք ինչպես կօգտագործենք այդ շանսը եւ հնարավորությունը։